Աշխատելու եմ հիմա 22 մեծար հոգևոր արկաններով, հարց եք ուղղելու, ով եք եղել դուք անցյալ կյանքում, ինչ տաղանդ կա այսօրվա դրությամբ ձեր մեջ կամ անցյալում ինչ տաղանդ եք ունեցել և իշտե հիմա ինչ սխալ եք անում, որ այդ սխալի պատճառով դուք տուժում եք և առաջ չեք գնում, և ես անցնում եմ կանխատեսել, և այսպես սկսենք աշխատել, ով եք եղել դուք անցյալ կյանքում, ինչպիսի տաղանդ եք ունեցել և այսօրվա դրությամբ, որն է ձեր սխալը, որ առաջ չեք կարողանում գնալ։ 17 թվանշանն է դուրս եկել, բավականին շատ հետաքրքիր թվանշան է, աստղ քարտը ինչի մասին է խոսում։ Կարող է դուք անցյալ կյանքում չեք եղել բավականին տաղանդավոր մարդ, միգուցե ծառայել եք ինչ-որ անձի, ով ինքն է եղել տաղանդավոր մարդ, դրա համար չեք ռեալիզացրել ձեր պոտենցիալը, չեք բացել։ Ձեր սխալն այն է, որ դուք չեք բացում ձեր տաղանդը այսօրվա դրությամբ, դրա համար էլ այդ ձեր պոտենցիալը, միակ սխալը դա է, որ դուք չեք բացում ձեր պոտենցիալը, ձեր տաղանդը, որպեսզի կարողանաք առաջ գնալ։ Ինքներդ եք տեսնում, աստղը տաղանդի մասին է խոսում, և ինչն է այստեղ հետաքրքիր, որ դուք պետք է դառնաք ճանաչված անձնավորություն, ես սֆերաները ձեզ կասեմ, նաև մեդիա դաշտում, այսինքն ձեր պոտենցիալը, տաղանդը ինչի մեջ կարող է լինել, 17 թվանշանն է, որը դուք անցյալում միգուցե չեք ունեցել այդ տաղանդը, տաղանդավոր մարդու եք ծառայել, բայց հիմա եկել է ժամանակը, ձեր սխալն այն է, որ դուք չեք օգտագործել դա, դուք պետք է օգտագործեք ձեր տաղանդը, արտիստիզմի հետ, երաժշտության հետ, գեղեցկության հետ է կապված, լոգիստիկայի հետ է կապված, վաննային ջրային պրոցեդուրաների, մասաժիստի, աստրոլոգիայի, տարոլոգիայի, էլ ինչի հետ է կապված է, մասաժիստ ասեցի, երգչուհիների, ովքեր շատ լավ տաղանդ ունեն, նկարիչների և այլն, պիսացել, գրողների հետ կապված, գիտնականի, նաև սա քանի որ օդի տարերքն է, նաև դա կարող է ունենալ բացի լոգիստիկան, ծաղիկների հետ, որ դուք շատ հետաքրքիր ձեռքեր ունեք, պետք է ձեռքերով անընդհատ աշխատեք, յոգայի, ռեյկի,